Եթերում Քավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 8 մարտի օրը շաբաթ, բարի երեկո։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի աշխատակիցները Գավառ, Մարտունի, Վարդենիս համայնքների կին վարորդներին շնորհավորել են մարտի 8-ի առթիվ եւ ծաղիկներ նվիրել։ Աջերոյի 17-063 դառնու Ողջույն ձեզ, բարեկային ծառայություն Մայոր Հովհաննիսյան, բարեկային ծառայությունը շնորհավորում է ձեզ հայրության եկեղեցական տոնի առթիվ, ցանկանում ենք, որպեսզի լինեք միշտ այդպես գեղեցիկ եւ անփորձանք ճանապարհ ձեզ։ Շատ շնորհակալ եմ բարեկային ծառայությունից, նմանատիպ վերաբերմունքի համար։ Բարեկային ծառայություն Շնորհակալ եմ ոստիկանության բարեկային ծառայությանը նման գեղեցիկ նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Սա կանանց հանդեպ եւս մեկ հերթական ուշադրությունն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Զգացված եմ կրկին անգամ այս վերաբերմունքի համար եւ ես էլ իմ կողմից շնորհավորում եմ Հանրապետության բոլոր կանանց այս գեղեցիկ տոնի առթիվ։ Ողջույն ձեզ, բարեկային ծառայություն Մայոր Հովհաննիսյան, բարեկային ծառայությունը շնորհավորում է ձեզ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, ցանկանում է ձեզ առողջություն, միշտ լինեք այդպես գեղեցիկ, ժպտերես։ Մի քիչ վախացրեցիք, բայց հաճելի է, շնորհակալ եմ շատ։ Բարեկային ծառայություն Մայոր Հովհաննիսյան, բարեկային ծառայությունը շնորհավորում է ձեզ մայրության առթիվ, ցանկանում է որպեսզի միշտ լինեք առողջ եւ այդպես ժպտերես։ Ձեզ էլ անփորձանք ծառայություն։ Նախ շնորհավորում եմ բոլոր հայ կանանց մարտի 8-ը, մայրերի, քույրերի, արդեն 3-րդ տարին է, բարեկային ծառայությունը անտարբեր չի մնում կին վարորդների նկատմամբ եւ ինչքան որ ես երթևեկել եմ, չի վրիպել բարեկային ծառայողների աչքից եւ ես միշտ ուշադրության եմ արժանացել, շատ հաճելի է, շնորհակալություն բարեկային ծառայությանը։ Բարև ձեզ, բարեկային ծառայություն Մայոր Հովհաննիսյան։ Բարեկային ծառայությունը շնորհավորում է ձեզ մարտի կապակցությամբ։ Շատ շնորհակալ եմ, շատ։ Բարեկային ծառայության լեյտենանտ Արշակյան, շնորհավորում եմ ձեզ մարտի երջանկություն, առողջություն։ Ես ցավիք ձեզ կողմի ոստիկանության կողմից։ Առողջություն, հաջողություն։ Անչափ շնորհակալ եմ։ Գավառի երիտասարդների տան գործունեությունն անցյալ տարի արդյունավետ է եղել, ամփոփիչ տվյալները ոգևորող են եւ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություն են ստեղծել։ Գավառի երիտասարդական տուն, բացի երիտասարդական կենտրոնում ամփոփում են 2024-ին կատարած աշխատանքները։ Այս կենտրոնի գործարկմամբ համայնքի երիտասարդները ստացան աջակցություն, ռեսուրսներ եւ գործիքներ մասնակցելու համայնքային կյանքին, դրսևորելու քաղաքացիական ակտիվություն, խնդիրներ բարձրաձայնողից նրանք դարձան լուծումներ առաջարկողներ։ Երբ որ կենտրոնը մոտ 2 տարի առաջ բացվեց, հիմնականում քննարկվում էր հաշվի առնելով նաև համայնքի առանձնահատկությունները եւ նաև սեռատարիկային տվյալները։ Կենտրոնը ծառայություններ մատուցելու շուրջ 250-ից 300 պատանու տարեկան եւ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես 680 շահառու տարեկան 2024 թվականից 2 անգամ գերազանցել է թվերը եւ սա խոսում է նրա մասին, որ Գավառը երիտասարդական ակտիվ կյանք արդեն սկսել է ունենալ։ Իհարկե խոսվեց, որ երիտասարդների տունը մեծ դերակատարություն է ունեցել որպես երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու, Գավառում երիտասարդական կյանք աշխուժացնելու, ինչի համար մենք շնորհակալություն ենք հայտնում առաջնորդ Գյումրու երիտասարդների նախաձեռնությունների կենտրոնին։ Երիտասարդները նաև ակտիվ ներգրավվածություն են ունեցել մասնակցային բյուջետավորման գործընթացում։ Նախորդ տարի, եթե Գավառ համայնքը կամավոր էր միացել եւ մենք 10 միլիոն դրամ ենք հատկացրել, այս տարի պետությունը որպես կամավոր ներգրաված համայնք արդեն
իր մասնաբաժնով մոտ 54 միլիոն դրամ է հատկացրել եւ երիտասարդական բազմաթիվ նախաձեռնություններ եւ երիտասարդների ներգրավվածությամբ իրականացվեն ինչպես Գավառ քաղաքում, այնպես էլ բնակավայրերում։ Երիտասարդները ներգրավված են կրթական, ժամանցային եւ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերում 2024-ին իրենց կարողությունները դրսևորելու մեծ հնարավորություն ունեցան պայմանավորված Գավառի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք լինելու հանգամանքով։ Նրանք իրականացրին ոչ միայն կենտրոնի աշխատանքային տարեկան պլանով նախատեսված գործողություններ, այլև կյանքի կոչեցին սեփական գաղափարներն ու նախաձեռնությունները։ Մեծապես դա համայնքը պահպանելու, համայնքի շրջակա միջավայրը ճիշտ կազմակերպելու եւ կառավարելուն է ուղղված եղել եւ նաեւ մեծ հետաքրքրություն կա երիտասարդների կողմից Գավառը զբոսաշրջիկների համար հետաքրքիր եւ տեսանելի դարձնելուն եւ դա մեծապես իրենց նախաձեռնություններն է եղել կազմակերպելով նաեւ քայլարշավներ, հեծանվային երթեր եւ սա մեծ հետաքրքրություն է առաջացել Գյումրիից, Սպիտակից, Արտիկից, Արմավիրից, Էշմիածնից, Երևանից ժամանում են այստեղ ընդամենը մասնակցելու մեր սաների կողմից կազմակերպված նախաձեռնություններին։ Երիտասարդական տան շահառուների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ իրականացված համայնքային միջոցառումները գրավել են նաեւ տարբեր երկրներից Հայաստան եկած կամավորների ուշադրությունը։ Համատեղ նախաձեռնել են բակային եւ միջազգային ճամբարներ, շեշտադրելով հասակակիցների առաջնորդական հմտությունների զարգացումն ու քաղաքացիական ակտիվության բարձրացումը։ 2025-ը շարունակելու են նույն սկզբունքով երիտասարդներին հնարավորություն տալով իրենց համայնքը ներկայացնելու նաև միջազգային ծրագրերում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառի համայնքային գրադարանի լանջախբյուրի ստորաբաժանումում աշխատանքային պայմանները բարելավել են։ Համայնքապետարանի կողմից տրամադրված կապիտալ եւ ընթացիկ դրամաշնորհներով կատարվել են վերանորոգման, գույքի եւ տեխնիկայի համալրման աշխատանքներ։ Գավառի համայնքային գրադարանի լանջախբյուրի ստորաբաժանումը տարեսկզբից իր գործունեությունն իրականացնում է ավելի բարեկարգ պայմաններում։ Լանջախբյուրի մշակույթի տան երկրորդ հարկում ստեղծվել է գրադարանային գործունեության կազմակերպման եւ ընթերցողների համար առավել տրամադրող միջավայր։ Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից կապիտալ դրամաշնորհով շուրջ 975 000 դրամ է հատկացվել ստորաբաժանմանը։ Նշված գումարով կատարվել է հատակի վերանորոգում, ձեռք է բերվել համակարգիչ եւ տպիչ, լուծվել է նաեւ համացանցային կապի խնդիրը։ Կապիտալ դրամաշնորհով համալրվել է նաեւ գրաֆոնդը պահանջվող գրականությամբ։ Նախկինում աշխատել եմ շատ վառ պայմաններում, հիմա գրադարանը բարելավել է ի շնորհիվ պարոն Մարտիրոսյանի։ Ունենք 6000 կտոր գրականություն, գրադարանը համալրվում է նոր գրքերով, որոնց պահանջարկը շատ ունի մեր գրադարանը։ Շնորհակալություն ենք հայտնում համայնքապետարանի ամբողջ ազնագազմին, հանձինս պարոն Մարտիրոսյանին։ Գավառի համայնքային գրադարանի լանջախբյուրի ստորաբաժանմանը նաև ընթացիկ դրամաշնորհ է հատկացվել 91 000 դրամով ձեռք են բերվել վարագույրներ քիվերով։ Առաջիկայում կլուծվեն նաև ջեռուցման, ջրի ու սանհանգույցի խնդիրները։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։